մեր ժամանակ գոյություն ուներ հստակ սխեմա աշխատանքային, ինչ պետք է արվեր յուրաքանչյուր բողոք ստանալուց։ Եվ բազմաթիվ պետական մարմիններ, որի գլխին այսպես վերևում կանգնած էր հանրային ծառայությունների կարգող հանձնաժողովը, հսկողություն էին սահմանում։ Եթե մենք անգամ շատ չուզենայինք, ինչ-որ բան կոծկեինք եւ այլն, հնարավոր չէր, որովհետեւ այդ մարմինները կային աշխատում էին եւ այսպես մեզ կեղծիքի մեջ մեղադրելու են եւ ունենալու էր արդյունք։ Հիմա ես ձեզ անկեղծ ասում եմ, ոչ ոք, ոչ մի պետական մարմին, մեկ անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, ոչ մի պետական մարմին որևիցե ձևով չի սաստում, չգիտեմ, ստուգում մտցնում, փեցում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է անպատժելիություն, դա նշանակում է նույն ձեր ասած ենթադրյալ կոռուպցիայի դրսևորումներ, որովհետև այն 6 կետերից է, որի համար մենք զրկվեցինք լիցենզիայից, հավելագրումներ կոչված են, միջալոց իրենք էլ հայտարարեցին, որ դրա այսպես համակարգվածությունը չի ապացուցվել։ Ինչ է նշանակում հավելագրում։ Հիմա մենք փակել ենք ինչ-որ կորուստի չափ, 13.5%-ից 6.5% մոտարապես։ Հիմա իրենք ինչ են անում։ Ասում են մենք որ կորուստը ավելի շատ փակենք, քան իրանք են, կստացի վատ են կառավարում, որովհետև կորուստի տոկոսից անմիջական կախված է սակագինը։ Ինչ անեն, որ չեն կարողանում ճիշտ աշխատել, որ նույնը փակեն, ինչ անեն, բնականաբար ենթադրում եմ, չունեմ փաստեր ձեռքումս, բայց հաշվի առնելով որ աղմուկը շատ մեծ է, նաև ենթադրում եմ, որ այդպես կլինի։ Ինչ պետք է անել, պետք է հավելագրում անել։ Մարդկանց վրա ավել գրել, որպեսզի կորուստի տոկոսը կանգնի նույնը եւ չասեն Սամվել Կարապետյանի կառավարման օրոքեց ավելի լավ էր աշխատում։ Էլի գնում ենք նույն անձնական շահագրգռվածությունից ելնելով ինչ-որ քայլերի։ Ես ճիշտ ասած առավոտյան մի գրասենյակի մոտով էի անցնում, տեսա, որ բավականին հերթ էր։ Մեր սպասարկման գրասենյակներից մեկի կողքով էի անցնում, բավականին հերթ էր, կարծում եմ, որ դրա հետ էր կապված։ Բայց մի մտածեք, հիմա կասեն իրենք են արել այն ժամանակվա ասֆալտը քանդվեց, որովհետև տենց նույն բանն է։ Սրան զուգահեռ, առանձնագիրին զուգահեռ, ՀԾԿ-ն մարմնի ղեկավարը երեք հայտարարում է, որ մարդիկ փողոցում իրեն մոտենում են ու շնորհակալություն են հայտնում, որ սարագնի վճարները 3-ից 5,000 դրամ նվազել են նոր կառավարիչ նշանակելուց հետո։ Սրան ձեր արձագանքը որն է։ Գիշեք մի դերասան շոու բիզնեսի հետ կապված մեկը կար չէ, որ ասում է երջանկացել են բան։ Հիմա ըստ էության ձեր կողմից նշված անձը երկրորդ երջանկացողն է։ Չգիտեմ ինքը որ փողոցներով է քայլում, որտեղով է քայլում, ամեն դեպքում մենք խոսում ենք փաստերով։ Մենք չենք ասել երբևիցե հանձնաժողովում մեզ եկել շնորհակալություն են հայտնել։ Մենք խոսել ենք թվերով, խոսել ենք փաստերով։ Հիմա իրենք խոսում են ինչ-որ ամենայն դեպս փաստացի գոյություն չունեցող ու շեշտում էլ է, չէ՞ ոնց որ անծանոթ։ Հիմա ենթադրվում է, որ այդ անծանոթ մարդկանց չի կարող գտնել, չեն կարող այդ բան հիմնավորել։ Կարող ենք արդյոք մտածել, որ դա ընդամենը այսպես հեքիաթ էր հորինված, որպեսզի ծածկի բողոքողների կան։ Եվ ամենակարևորը ասում է ժողովուրդը նորից կրկնեմ, շատ ինձ անկեղծ ասեմ, շատ վիրավորական է, ժողովուրդը բողոքում է, որովհետև տեղյակ չէ օրենքներից։ Թող երջանիկ լինեն ամեն դեպքում։